2 տարի անընդմեջ Հայաստանը դիվանագիտական կազմով Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնում է Թուրքիա։ Առիթը Անտալիայի դիվանագիտական ֆորումն է։ Այնտեղ են նաև հարևան երկրների Ադրբեջանի ու Վրաստանի պաշտոնակիցները։ Թուրք գործընկերոջ Հական Ֆիդանի հետ հանդիպումը նախատեսված է ապրիլի 12-ին։ Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայի Ադրբեջանի շահերը սպասարկող ներկայացուցիչներ են։ Բա ինչ եք մտածում եք, որ մի տարի առաջ գնացել է, այդ տարի չի գնալու։ Նույնիսկ կասկած չի հարուցել, որ գնալու է։ Միչև այս իշխանություններն են միշտ գնալու են։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի ձերբակալության պատճառով Թուրքիայում բռնկված ներքին ցնցումների ֆոնին տեղի ունենում Անտալիայի դիվանագիտական ամենամյա ֆորումը։ Այս տարի այն մեկնարկել է ապրիլի 11-ին եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 13-ը։ Թուրքիայի տուրիստական մայրաքաղաքն այս օրերին կհյուրընկալի հարյուրավոր դիվանագետների, նախարարների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև երկրների մի շարք ղեկավարների։ Կազմակերպիչները հաղորդում են, որ ֆորումը պետք է շեշտադրի դիվանագիտության կարևորությունը մասնատվող աշխարհակարգի պայմաններում։ Ասեք, բացի տարածաշրջանի դեմքերից հայտնի մաս գիտեք, ընդ որ գնացել է, օրինակ Պուտինը կամ Թրամփը։ Նախորդ տարվա ֆորումն առանձնացավ իր մասշտաբով եւ մասնակիցների բազմազանությամբ, ներկա էին 147 երկրից պատվիրակություններ, ներառյալ 19 պետության եւ կառավարության ղեկավարներ, 73 արտգործնախարար եւ 80 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Անտալիայի ֆորումին մասնակցելու է նաև Ալիևի կինը Մեհրիբան Ալիևան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևը, Միլի Մեջլիսի արտաքին եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը։ Ադրբեջանն այս ֆորումին հյուրընկալվում է բարձրաստիճան ու բավականին ընդլայնված կազմով։ Տողատակերն լավ գեղեցիկ կարդաք, կարող հասկանաք Թուրքիան ապագայում ինչա պատրաստում անել կամ Էրդողանի ելույթի ժամանակ, որ ասում է ես մեր հարևան երկրների սահմաններին ինչ-որ աչք չունեմ կամ իրանց տարածքում գտնվող հատուկ պահածոների վրա աչք չունեմ, նշանակում է երևի աչք ունի։ Նախորդին Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հաղորդեց, որ Արարատ Միրզոյանն Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ կմասնակցի Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ եւ հնարավորություններ պանելային քննարկմանը։ Իսկ նախքան դա դիվանագիտական ֆորումին շատ դիվանագիտորեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սեդար Քլիչն է շտապել ասել. Հայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր սահմանադրության մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը կամ առաջիկա բանակցություններին, ասել է, այս պահին կոնկրետ ժամկետ չկա։ Նանա Հիրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։